Այս կետը եք տեսնենք եւ քաղաքացիական վերահսկողության ներքո են։ Դուք նկատել եք զինված ուժերի, սա 14-րդ հոդվածի 2-րդ կետն է։ Քաղաքացիական վերահսկողության ինչ որ մի դրսևորում։ Ես օրինակ նկատել եմ Արթուր Համբարձումյանը Գյումրիից ամեն օր գրեթե լայվ անում, խորհուրդ եմ տալիս գտնել եւ լսել։ Արթուր Համբարձումյանը վերջերս մի քանի լայվերի մեջ խոսում է այն մասին, որ կարծեմ Սյունիքի մարզում, ստույգ տեղը չի ասում, բայց կարծեմ Սյունիքի մարզում կան դիրքեր, որտեղ մեր զինվորները իրենց հայկական դիրքերը հասնելու համար հատուկ ստուգման են ենթարկվում ադրբեջանական անցակետերում։ Այսինքն ադրբեջանցիները ներթափանցել են մեր տարածք, բռնի ձևով օկուպացրել են մեր տարածքները, ինչով սահմանների անձեռնմխելիությունը խախտված է արդեն, զինված ուժերի ուրեմն որպես պարտականություն եւ սրա համար էլ որպես պատասխանատու է Նիկոլ Փաշինյանը։ Ահա մտել են մեր տարածք եւ մեր զինվորների ճանապարհին այնպես են դիրքավորված, երբ որ մեր զինվորները գնում են այդ լեռնային բարձանում են դեպի իրենց դիրքեր, որ մինչեւ իրենց դիրքեր հասնելը մեր զինվորականները ադրբեջանցիների միջով են անցնում, որտեղ ադրբեջանցիները հատուկ ստուգում են մերոնց, նայում են հո պատրոն շատ չեն տանում, հո ինչ որ ավելորդ զենք չեն տանում, նոր թողնում են, որ մերոնք գնան հասնեն իրենց դիրքերին։ Ահա սա քաղաքացիական վերահսկողության դրսևորումը Արթուր Համբարձումյանի կողմից, իմ բարեկամ, իմ մտերիմ Արթուր Համբարձումյանի կողմից Գյումրեցի, ուրեմն բարձրաձայնված, որը պետության կողմից անտեսված է, որը մամուլի կողմից անտեսված է, ոչ մի հրապարակում, ոչ մի լրատվական այս հայտարարության հետքերով չի գնացել։ Եվ այո, սահմանների անձեռնմխելությունն ու տարածքային ամբողջականությունը խախտված է։